Այսօր եղբայրը Սամոս ասեց, այն մի Սամոսում ասում է կուրախան է, երբ որ կերթայինք Տիրոջ տունը։ Մենք այսօր հավաքվել ենք Տիրոջ տունը։ Ես ուզում եմ Եբրայեցիս 3:6-ը կարդամ, բայց Քրիստոս ինչպես որդի իր տան վրա, որի տունը մենք ենք, եթե հույսի համարձակությունը եւ պարծանքը միջև վերջ պահենք։ Տիրոջ տունն ենք եկել, Քրիստոսի տունն ենք եկել, որը մենք ենք։ Ուզում եմ երկրորդ մնացորդացից կարդամ, երբ որ Սողոմոնը տաճարը կառուցեց, ասես մի բան ասում։ Արդ 7:5-ից եմ կարդում, արդ իմ աշկերը բաց եւ իմ ականջները մտիկ անող, ավելի լավ ներողություն, կտրեք 4-ից կարդամ։ Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվին եւ աղոտ կանեն, եւ իմ երեսը խնդրեն, եւ իրենց չար ճանապարհներից յետառնան, անժամանակ ես կլսեմ երկնքից եւ կներեմ նրանց մեղքը, եւ կբժշկեմ նրանց երկիրը։ Արդ իմ աշկերը բաց եւ իմ ականջները մտիկ պիտի անող լինեն այստեղի աղոթքին։ Արդ ես ընտրեցի եւ սրբեցի այս տունը, որ իմ անունը հավիտյան այնտեղ լինի, եւ իմ աշկերը ու իմ սիրտը ամեն ժամանակ այնտեղ լինեն։ Մենք Քրիստոսի տունն ենք, քուրեր եղբայրներ, գրված է, որ մենք մեր մարմինը Սուրբ Հոգու տաճարը, Քրիստոս մեր Սուրբ Հոգիով մեր մեջ է, Սուրբ Հոգու տաճարը, ոնց որ ստե գրված է, իմ աշկերը, իմ սիրտը ամեն ժամանակ այստեղ պիտի լինեն։ Աստված մեզի չի մոռացել, քուրեր եղբայրներ։ Աստված մեզի սիրում է, Աստված ամեն բան գիտի։ Քուրեր եղբայրներ, տենում է մեր կյանքի ընթացքը, մենք որպես հայ, իմ սրտում գիտեք ինչ մասն եմ ուզում խոսեմ, մենք որպես հայ, գիտեք, Երեմիայի մեջ գրված անիծյալ լինեն մարդը, որ հույսը մարդու վրա է դնում, օրինալ լինի այն մարդը, որը հույսը մարդու վրա է դնում։ Աստծո վրա է դնում ներողություն։ Մեր հայերի մեջ մի հատ բնավորություն կա, ու մենք սաղս գիտենք։ Մենք օրինակ եթե մի հարց լինում է, ու մենք բարեկամ ունենք ծամոթ կամ պաշտոնատար, մենք գիտենք, մեր հույսը այդ մարդու վրա դնում ենք ու գիտենք, որ մեր ուզածը պիտի լինի։ Պետք է օրենքները պիտի խախտվի, բայց պիտի լինի։ Տենց է թե չէ։ Կարող է հիմի ժամանակներ ապոփվել ոնց որ, բայց ընդհանրապես է տենց էր։ Օրինակ մենք որ առաջի հարկ ապրում ենք գրերորդ մաս, առաջի հարկն ենք ապրում, դե գիտեք, ոնց որ այդ առաջարկը որ ապրում ես, այս դեղի մոխամասը քոննա, ուզում ես այգի տնկի, ուզում ես ինչ արա։ Որոշեցինք, որ ասենք պատվալ սարքենք, բարեկամը գարաժի վարիչեր, ասեց ձեր գործիչի թաղայինը, ցեմենտը, աղբորս ընկերը ռայկոմում մեր ասեց, ինչ բողոք կա, մեզի է գալու, գնացեք սկսեք։ Այսինքն մեր հույսը մարդկային, որ իրոք այդ գործը լինելու էր, անկախ նրանից օրինական էր թե օրինակար չէր, բայց մարդկային հույսը, որ այդ բանը լինելու բան է։ Ճիշտ է թե չէ մեր տենց լավ ծանոթ ունենք իմ գործը պիտի անի, տենց է, կարգն էր տենց, ես չեմ ասում ճիշտ էր, բայց դա մարդկայինը։ Ճիշտ է, մենք որպես հավատացյալ վերջում որոշեցինք այն մարդ ասեցինք, որպեսզի հավատքի անունը չլինի, դու ասեն ինչ տարբերություն մենք կամ իրանք հասկանում եք ավելի լավ ասենք մեզի պետք չի այտենց է չարեցինք։ Ինչ մար եմ էսի ասում, բայց երբ որ հերթը գալիս է, որ մենք պիտի մեր հույսը հավատքը դնենք Աստծո վրա, ամեն հարցում այստեղ կաղում ենք։ Բայց երբ որ մարդու մեր ծանոթի, մեր բարեկամի վրա, բայց մեկ էլ բարեկամը կամ ժամանակից շուտ մահանում է, մեր հույսը ցնդում է, կամ պաշտոնից հանում են, հույսներս կոտրվում է։ Կամ էլ մի ուրիշ բան այլ, այսինքն մարդու վրա հույս դնելը ոչ մի բան է, որտեվ ժամանակով վրա կարող է լինի, կարող է չլինի։ Իր խոսմունքները, որ ասում է, այո, կանեմ, մեկ էլ լսում ես մյուս օրը ինֆարկտը խփել, այս մարդը մեռել է, չկա, կամ պաշտոնազուրկ են արել, կամ եւ այլն։ Բայց Աստծո խոսմունքները, քույրեր եղբայրներ, այո ու ամեն է։ Այտենց է թե չէ։ Ուզում եմ Հռոմեացիս թղթերի 3-րդ գլխից կարդամ, Հռոմեացիս թղթերի ներողություն, Հռոմեացիս 4-րդ գլխերում, երբ որ Աստված Աբրահամի հետ խոսում է, Աբրահամին հետաքրքիր ավելի լավ կարդամ, որովհետև երբ որ Աբրահամին խոստանում է, որ շատ հայրերի ազգ կանեմ, եւ գրված է, որ Աստծո առաջին, որին հավատաս, որ մեռելներին կենդանիանում չլինող բաներ լինողը պես է կանչում։ 18-ից եմ կարդում, որ առանց հույսի, հույսով հավատաց, այսինքն հույս չկար, մեռած էր ամեն ինչ, թե շատ ազգերի հայր կլինի,
որտեղ խոսման որդեր իրան խոստացվել։ Ինչպես ասվեցավ, թե այնպես պիտի լինի քո զավակը, եւ չտակարացավ հավատքով, այսինքն մտիկ չարավ իր մարմնին, որ արդեն մեռած էր, ինքը իբրև հարուրամյա լինելով, ոչ էլ Սարայի մեռած լինելուն, հասկանում եք ինչ եմ ասում։ Եվ Աստծո խոսմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվավ եւ իր մտքում համոզված էր, նա որ խոստացավ կարող է անել։ Նրա համար էլ արդարություն համարվեցավ նրան։ Քույրեր եղբայրներ, Աստված մեզի խոսքցումներ տվելա թե չէ։ Ահա ես ձեզի հետ եմ միջև աշխարհի կեսը։ Այդ խոսմունքը, եթե մարդը տա կասկածի, բայց երբ որ Աստված է տալիս, նայեք, ես նախորդ եմ ասում, թե չէ ես, նա երբ որ Աբրահամին ասեց, Աբրահամին կանչեց, Աբրահամը հոգևոր կյանք էր շարունակում։ Գրված է, եւ Աբրահամը ինչ արեց, սեղան կառուցեց Տիրոջը։ Հետո նորից Աբրահամը ինչ արեց, սեղան կառուցեց։ Այսինքն չի նշանակում իմ ասածը, մենք այդանք Աստված խոսքատվե ինչ կյանքով ապրենք, այդ խոսքումները ստատես չի լինում։ Ուզում եմ ասեմ, հանգար սխալ չհասկանանք, շատ ժամանակ այտենց է լինում, էլ։ Դրա համար թող Տերը մեզի օրհնի, Աստծո խոսքումները վրա այո ու ամեն են։ Առաջի աշխարհը ինչով կործանվեցավ, ջրեղեղով։ Մենք ինչի վրա ենք, առաջի աշխարհի վրա ենք։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվեց, որպեսզի որ հավատա, չկորսվի, այլ ունենա հավիտենական կյանք։ Աշխարհ ասելով մեզ նկատություն են մարդկությանը, որտեվ Արարածարալ այսօր կա, ամեն ինչ իր տեղում է, բայց երկրորդ աշխարհը գրված է, պատրաստված է կրակի կործանման համար, ճիշտ է թե չէ։ Թեսաղոնիկեցիս թղթերում երկրորդի 10, եթե չեմ սխալվում, գրված է, եւ Աստված մեզի ազատեց մեղքերից, հետո գրված է եւ գալիք բարկությունից։ Գալիք բարկությունը Աստված ում վրա է թափելու։ Այն կրակը ում վրա է թափելու։ Մեր Հիսուսի զավակների թե ամբարիշների վրա։ Դրա համար քուրեր եղբայրներ, ձեր հավատքը երբեք մի կորցրեք, ձեր հույսը երբեք մի կորցրեք։ Եթե դուք կհիշեք, այն ժամանակ նույնիսկ անհավատ մարդիկ ասում էին, որ գիտեք ինչ ժողովուրդը բանը անհույս մարդը բանի պետք չէ, նույնիսկ անհավատ աշխարհներից հիշում եք այդպես խոսքեր ասում։ Եթե մեկը հույս չունի, ես չգիտեմ ինչի վրա իհարկե, բայց այդպես արտահայտություն էին։ Բայց մեր հույսը հավատքը ոչ թե մարդու խոսմունքի վրա է, բայց մեր հույսը հավատքը, դրա համար այդ օրինակը բերեցի, որ երբեք օրինակ պրոբլեմ ունես, մեռածա, վա, եսի չի լինի, հնարավոր չի, քուրեր եղբայրներ, մի նայեք մեռած վիճակին, նայեք Աստծո զորությանը, Աստծո խոսմունքներին, գրված արդարի աղոթքը Աստված լսում է, երբ որ դու զղջում ես, երբ որ դու ապաշխարում ես, երբ որ խոստովանվում ես, Քրիստոսի արյունով մաքրվում ես, արդարանում ես, եւ որ աղոթք ես անում, Աստված քո աղոթքը լսում է, որ լսումը ինչ է անում, դուք որ չար եք, բարի պարգևներ տալ գիտեք ձեր զավակներին, բա որ դու աղոթես, ինքը չի տա, եթե Սողոմոն աղոթեց, Սողոմոնին ինչ տր, ասում է, քանի որ դու չաղոթեցիր, ես չերկար ասում, քո թշնամիների մար, հո մենք չենք աղոթում, որ մեր թշնամիները մեռնեն, չէ՞։ Կոնկրետ տղես ապաշխարի կինս ամուսինս ինչ որ մեր խնդրեմն է, մեր հոգսն է, քուրեր եղբայրներ, դրա համար ասենք մեր վստահությունը իրա վրա դնենք, մարդկորեն հնարավոր չի, այս հարցի լուծումը չկա, քուրեր եղբայրներ, բժիշկները ասում են հնարավոր չի, 5% կա, եղբայրներից մեկը հիշեցրեցին, ասել է այդ 5%-ն էլ հանեք, որ ձեզի չասեք գոնե այդ 5%-ը բժիշկներինն էր, աղոթք են արել մարդ որ պիտի մեռներ ապրել է։ Քուրեր եղբայրներ, հավատացեք, մեր Աստվածը կենթանի Աստված է, իր խոսքի համեմատ ինքը երեք այսօր եւ հավիտյան նույնն է։ Երեք այսօր եւ հավիտյան նույնն է, ոնց որ առաջ էր, այսօր էլ նույնն է, քուրեր եղբայրներ։ Ոնց որ առաջ էր գործում, այսօր էլ նույնն է գործում։ Այսօր մեր եղբորը դեր խոսում, ասում է, ինչ եղբորը ճանաչում ես, լոսում, ասի չգիտեմ, ասես sense քարոզանում, ասում է Սուրբ Հոգով մկրտությունը, լեզուներով աղոթքը այն ժամանակ էր։ Այսօր ցավոք քաղաքավարի հավատացյալների ինչ որ մի հասկացողություն այլ է։ Շատ բապտիստական եղեսն լեզուներով աղոթքը, Սուրբ Հոգու աղոթքը այն ժամանակ այլ է, բժշկությունը այն ժամանակ այլ է, ասենք հրաշքներ այն ժամանակ այլ է, բայց Աստված մեզի ասում է Քրիստոս երեք այսօր եւ հավիտյան նույնն է եւ մեր մեջ է եւ մեզ մկրտել է Սուրբ Հոգիով, զորության Հոգիով, որ Աբա Հայր ասենք ու նաեւ ոչ թե միայն Աբա Հայր ասենք, անդադար աղոթք անենք, գիտեք ինչի աղոթք անենք, որտեղ բարեխոսում է Սուրբերի համար։ Որովհետև
աղոթքը քո տունն է շինում, բարձ գրված է։ Ես ճիշտ ասած իմ թեման էդի չէր, ուղղակի մի քիչ շեղվեցի, թող Տերը մեզի ողորմություն անի։ Մենք կարդամ նաև Եսայի մարգարության 26-ից Եվ այն օրը ասելու են, ահա մեր Աստվածը, որին մենք հուսացել ենք, եւ նա փրկեց մեզ։ Եհովան է սա, որին հուսացել ենք, ուրախանալու եւ ցնցալու ենք նրա փրկությունով։ Իսկ 26-3-ը ասում է. հաստատ միտքը պահում ես խաղաղությունով, որտեվ քեզի է ուսացած։ Հավատյան Տիրոջը ուսացեք, որտեվ Տեր Եհովան հավիտենական վեմ է, որտեվ նա խոնարհեցնում է բարձր բնակվողներին, բարձր բերդը նրան ցածացնում է, ցած քաշում նրան միջև գետինը, նա նրան նկուն է անում միջև փոշին։ Տերը ողորմություն անում, մենք որպես մարդ բնություն մենք զերո ենք, մարդ արարածը զերո է, մենք որ այսօր գին ունենք, այն գնի պատճառն է, որ անգին տրված Հիսուս գինն է տրված, երբ որ Հիսուսը մեր կողքն է կայնում, այդ զրոն թիվ է ստանում։ Թե չէ ընենց առանց Հիսուսի չնեղանակ մարդկությունը զրո է, բայց երբ որ Հիսուսը մեր կողքը դառնում, մենք նոր թիվ ենք լինում, քորեր եղբայրներ։ Ատենց է, ոչ մեկ խնդրում եմ չնեղանակ, ես ոչ թե վիրավորում եմ, բայց էդի Աստծո խոսքն ասում, ես ոչ մի բան չեմ ուզում ասեմ։ Թող Տերը մեզի ողորմություն անի, որպեսզի մենք մեր հույս ու հավատքը իրավունք դրանք։ Ուզում եմ Հովհաննեսի 8:24-ը կարդամ։ Որովհետև հույսով փրկվեցանք, բայց հույսը, որ տեսնվում է, հույս չէ։ Վասզի այն բանը, որ մեկը տեսնում է, էլ ինչպես կհուսա, բայց եթե այն, որ չենք տեսնում, նրան հույս ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։ Հռոմեացիս 12:11-ը հույսով ուրախացեք, որտև այն խոստումները, որ Աստված ինձ ու քեզի տվել է, այո եւ ամեն են։ Ինչքան էլ քո ճանապարհին, նայեք, երբ որ Իսրայելին հանում էր, ասում է կարճ ճանապարհ կա, բայց ինքը ուրիշ ճանապարհով տենա, ասում է որպեսզի իրանց սրտինը իմանամ, միթե Աստված չգիտեր իրանց սրտինը, ինչ պետք է տեղի ունենա, ինքը գիտեր ամեն բան, ասինքն ուզում ասի, շատ ժամանակ մեզ ինես ճանապարհներով ատանում, մեկ է կարծես թե ես եմ որ կամ ես ինչ լավ հավատացել եմ, մեկ էլ տեսնում ես հավասարվար հողին, որպեսզի ես ինձի ճանաչեմ, իսկ Աստված ամեն բան գիտի, հələ չծնված Եսավն ու Հակոբը գրված է, Եսավին հատեցի, Հակոբին սիրեցի, բայց մեզ էլ են շատ ժամանակ մեր ճուզած ճանապարհներով ատանում, որպեսզի մենք մեզի ճանաչենք, քուրեր եղբայրներ, հիշում եք այն ժամանակներ շատ քուրեր էին տենց աղոթում, վա, ես ոտի տակի հող եմ, սես աղոթներ էր էթում պաշտանմունքներին, տենց մի քիչ ճոխ աղոթք էին անում, մեկ էլ հենց այդ արտահայտությունից հետո Աստված թույլ էր տալիս մի բան, այդ ոտի տակի հողը դառնում էր ուրիշ բան։ Դրա համար քուրեր եղբայրներ, մեզ ուզում եմ ասեմ, որ մեզի Աստված տանում է շատ ճանապարհ, կարծես մեր դուրը չի գալիս, բայց նրա համար է, որ մենք փոխվենք, մենք մեր հասկանանք մեր բնությունը, մեր հույսն ու հավատքը Աստծո վրա լինի։ Մեր հույսն ու հավատքը Աստծո վրա լինի։ Ահա ես ձեզ հետ եմ միջև աշխարհի վերջը, որովհետև քուրեր եղբայր, մենք մոտենում ենք Հովել մարգարեության մեջ գրած վերջի օրերին իմ հոգին պիտի թափեմ։ Վերջի օրերը Հովել մարգարացել է 2000 տարի առաջ։ Մերճի օրերը սկսվել է, երբ որ Պետրոսը, երբ որ Սուրբ Հոգու մկրտությունը սկսվեց 2000 տարի առաջ։ Մենք վերջի օրերի մեջ ենք ապրում։ Այն օրերի մեջ ենք ապրում, որ ասում է Սուրբը թող սրբանա, արդարն էլ ավելի արդարանա, մյուսներն էլ թող ավելի դեպի վատը գնա։ Դրա համար պատրաստ լինենք, քուրեր եղբայրներ։ Եղբայրը, որ ասում էր մենք չգիտենք վաղը ինչ կլինի, առակացում գրված է ոչ մեկ չբարձենա վաղվա օրվա վրա, որովհետև չգիտես վաղվա օրը ինչ կծնի։ Ոչ մեկ չբարձանա, որտեղ մեզանից ոչ մեկ չգիտի, քուրեր եղբայրներ։ Դրա համար ինչի մարամ ասում միշտ պատրաստ եք, այո մենք պիտի հուսանք, սպասենք Տիրոջ, բայց նաև պետք է մեր հոգ անենք, անհոգ չլինենք մեր նկատմամբ։ Քուրեր եղբայրներ, շատերը օրինակ մեքենա է քշում, հատկապես քուրերը բանը, օրինակ եթե այս կողքի հայլիներին նայես կամ այս մեջի հետևի հայլին, մոտավորապես ջրվեժից ներքևը որտե է, մոռացել եմ թաղամասը, ներքևը ասենք նորքի այդ մոտիկ մասիվը, ինչքան կհասնեք, ոնց եք մտածում, չեք հասնի, ոչ մեկս չենք հասնի, հələ տենց հերոս պրոֆեսիոնալ շոֆեր էլ չի հասնի, գիտեք ինչ եմ ասում, ասում եմ նայեք ձեր հավատքի առաջնորդ Հիսուս Քրիստոսին, հետևում եթե բաներ այլ է, դու զղջացի ու ապաշխարել ես, երբեք մի իշի, Աստված երբ որ քեզի ներում, այնձի ներում է գրված է ծովի անդունդն ա գցում, իվիրա մեջքի հետևը, Պողոս ասում է
Պողոսը ասում է հետևիները մոռացած նայում եմ նշանակետին։ Դու նայ Հիսուսին, մի նայ եղբորը, մի նայ այս եղբորը։ Հիշում եք Պետրոսը ասեց, բա սրան ինչ կլինի Հովանեսի վրա։ Իբս ասեց, դու քեզի ինչ կլինի, դու ով ես այ եղբոր։ Այդ գործերը քեզի է տրված, դու գործ ունես, դու քո գործով զբաղվի։ Մի նայեք սրան ինչ կլինի, թե նրան ինչ կլինի, դու նայ Քրիստոսին, նրա համար էլ աղոթի, սրա համար էլ աղոթի, որովհետև փրկությունը քուրեր եղբայրներ երբեք չգիտենք մեր ժամանակապատարակը Աստծո վախով քուրեր եղբայրներ, որովհետև գիտեք ինչ ասում եմ, երբ որ բարկանաք մի գոմեղ գործեք ձեր բարկության վրա արևը մարդ չմտնի։ Մենք ուզում ենք, չէ, Հիսուսին ենք սպասում, պարզ գրված է, որ Հիսուսին ենք սպասում, Հիսուսին պիտի տեսնենք։ Գրված է եւ գրված է նաեւ Աստված արդար Աստված է քուրեր եղբայրներ։ Գրված է ինչքան հնարավոր է ձեր կողմից խաղաղություն ունեցեք բոլորի հետ, առանց որի Աստծուն ոչ մեկ չի տեսնելու։ Մենք երբ ենք տեսնելու Աստծուն, գրված է, երբ որ ինքը հայտնվի, բայց երբ որ ինքը հայտնվի, ես խաղաղություն չունեմ քրոջ եղբոր, ինչ որ մեկի հետ, արևը մայրը մտե, հանգիստ քնել եմ, հələ ոչինչ, հələ կլուծեմ, հանգարց հերախոսներ փչացած լինի, կուշանանք։ Ես լուրջ եմ ասում, ես շատ լուրջ բան եմ ասում, որովհետև այսինքն Աստծո խոսքը որ ասում է, ուզում ասի ամեն ժամանակ պատրաստ է քուրս աղբերս, իմ խոսմունքները այո ամեն են, բայց չի նշանակում, դա քեզի հանգիստ է տալիս, որ դու վստահի, բայց ոնց որ Աբրահամին եմ ասում, եւ Աբրահամը սեղան շինեց Աստծուն։ Նորից հետո Աբրահամը սեղան շինեց Աստծուն, ասինքն դու պաշտամունքի էլի, բայց որպես մարդ Հովանես ասում է, եթե ասենք մեղ չենք գործում, սուտ ենք ասում, բայց եթե խոստովանենք մեր մեղքերը, Աստված մեզի ներում է։ Քուրեր եղբայր, Աստված մեզի ներում է։ Մի քանի բաներ հույսի համար ուղղակի համարներ կարդամ, քանի որ եղբայրներ կան, ավելի լավ իրանց Հովանես 15-ի 4-ում գրված է, նրա համար ինչ որ գրվեցավ, մեր սովորելու համար գրվեցավ, որ համբերությամբ եւ գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։ Եվ հույսի Աստվածը լեցնե ձեզ ամեն ուրախությունով եւ խաղաղությունով եւ հավատալու մեզ, որ հույսով ավելանանք Սուրբ Հոգու զորությունով։ Պետրոսն ասում է, եթե ձեզ հարցնեն, «Էս ինչ հույս է»։ Սակրամենտո գրադարան կա, երեխեքին որ շատ ժամանակ ասում են եւ ուրիշ տեղ չկա, դեթաց գրադարանից իրանք նստում են դպրոցեր փոքր ժամանակ, ընդ կա մի փոքր բաժին, որ ռուսական բաժին է, քանի որ ռուսներ ուկրաինացիներ շատ կան, մի հատ պարաբոր չգիտեմ ինչ անեմ, տեսա ռուսական եկեղեցու պատմությունը։ Ասենք մի հատ բանա գիրքա, չգիտեմ որտեղի գրված, ու այն հալածանքները այդ բանը հռոմի այդ ահա որ այդ բոլոր բաները որ արել են, ու ասում է մարդիկ զարմանում էին ու ասում են չենք հասկանում, սրանք խելագար են, 13 տարեկան գեղեցիկ երիտասարդ պատանի աղջիկներ, վերջը տղամարդ, իրանք գցել են այրուսները դեմը, իրանք երգ են երգում։ Էս կարող է խախտված են, ես ինչ ա տեղ ունեմ, իրանք չեն հասկանում, խախտվածը իրանք են ելը, բայց այսօր իրանք այնքան հույսով ու հավատքով են, որ այդ այրուսները, այդ գուբը իրանք մահին էին սպասում, իրանք չէ երազանքներ ունեին, եսի մինչեր ունեին, որպես գեղեցիկ երեխա, աղջիկ կամ տղա եւ այլն, բայց իրանք հույսով, որ այն ամենալավը, ամենագեղեցիկը, որ Քրիստոսի հետ, այսինքն ուրախանում էին, նույնիսկ այն մահվան ժամանակ ուրախանում էին, որը զարմանք էր առաջացնում այդ մարդկանց թե չենք հասկանում, այս մարդիկ անհավատը չի ուրախանա, կարող է գոռա, ճվա, որովհետև մահն է գալիս, ոնց կարա, բայց այս ինչ տեսակի ժողովուրդ են, այս ինչ է տեղ ունենում, դրա համար հույսով ուրախացեք, մեզի երբեք չպետք է, Տիտոսը ասում է սպասելով աներանալի հույսին եւ մեծ Աստծո մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, նույնիսկ Տիտոսի 1:20, որ է քեզ Քրիստոս ձեզանում այն փառքի հույսը, դրա համար քո Տերը օգնի մեզի, Եբրայեցիս 10:22-ն ասում է պինդ բռնենք հույսի դավանությունը, անսայթակ, որ հավատարիմ է խոստացողը։ Թեսաղորկեցիներս մա չենք կամենում տգետ լինեք ննջեսյանների նկատմամբ, որ չտրտնեք ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Բայց մենք հույս ունենք, որ Քրիստոս հարություն առե, եւ իր խոսմունքները, որ մեզ էլ հարություն ա տալու քուրեր եղբայրներ, մեզ էլ հարություն ա տալու քուրեր եղբայրներ, թեև մեռնենք էլ, բայց գիտենք, որ հավիտյանս հավիտենից Քրիստոսի հետ ենք ելնում։ Մի վհատվեք, ինչքան էլ որ հավասարված լինես հողին, որ կարծես թե վերջ, չի ստացվում ոչ մի բան, բայց լավ իշի անապատում, երբ որ Իսրայելը մեղ գործեց, օծերից խացվեց, քուրեր եղբայրը, ինչ ասեց Աստված Մովսեսին, ասեց պղնձի օծը կա բանարա հանի, ով որ նայի, բժշկվելու է,
Բայց եթե դու Գողգոթային նայես, ավելի քան պղնձեօքսը, միթե Գողգոթան քեզի չի օգնի, միթե Գողգոթան քեզի զրոյից չի հանի, կհանի քուրեր եղբայրներ, ինքը քեզի կհանի, կվերականգնի քուրեր եղբայր, խոստովանվես, մեղքերից կազատվես քուրեր եղբայրներս, նորից կլնես Աստծո սիրելու զավակ, Տիմոթեոսի թղթերում գրված է, եթե դու անհավատարիմ ես, Աստված հավատարիմ է։ Դրա համար թեկուզ մենք անավատարիմ ենք ելի զղջանք ապաշխարենք, ինչքան էլ դու կոտրված ընկած, որ կարծես թե չի ստացվում, բայց մեկը կա, որ քեզի կարա օգնի։ Դա Քրիստոսն է, որ կենթանի է այսօր, մեր մեջ է Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված։ Իրա խոսքի համեմատ, ոնց որ ինքը առաջ էր, այսօր է ու հետո ինքը նույնն է։ Տերը ձեզի օրհնի։ Ամեն։